Պաշտպանության նախարարությունը հերքել է ՔՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը խոսել էր Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին։ Նա հայտարարել էր, թե զինվորները շաբաթը մեկ անգամ են լողանում։ Նա նաև նշել էր, որ 2024 թվականին բանակում թոքաբորբից զինվոր է մահացել։ Պատգամավորի պնդումն առայն, թե իբր 2024 թվականին փակ նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապա տեղեկատվություն է, պնդում է նախարարությունը։ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել։ 2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է։ Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի եւ զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման եւ թվականակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին։ Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թվականակն ավելացել է 25.3%։ Նախարարությունն անդրադառնալով զինվորների շաբաթը մեկ անգամ լողանալու մասին Հայկ Սարգսյանի հայտարարությանը ասել է. զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։